Ժողովուրդ ջան, ձեր բոլորի խնդրանքով այսօր Ջուլիան կպատրաստի Շերտավոր խմոր։ Ինչից ենք սկսում։ Ողջույն բոլորին։ Այսօր կպատրաստենք շերտավոր խմոր շատ հետաքրքիր եւ հեշտ տարբերակով։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է 1 կիլոգրամ մարգարին, լիմոնաթթու, աղ, ջուր, ձեթ, ձու եւ ալյուր։ Շատ հեշտ բաղադրիչներ են, ինձ թվում է բաղադրատոմսն էլ բոլորի դուր կգա։ Բաղադրատոմսը վիդեոյի ներքևում անպայման չափաբաժինը կգրենք։ Սկսեցինք պատրաստել, ինչից ենք սկսում։ Ուրեմն սկսենք բացատրել սկզբից, Վով ջան, ուրեմն ձուն օգտագործում ենք S0-ն, մարգարինը պետքա լինի յուղայնությունը 72%-ից մինչև 80, բայց կարագ չէ, մարգարին պարտադիր։ Իսկ ալյուրը ցանկալի է որ լինի սպիտակուցը 10-ից բարձր, 10-ից մինչև 12, այսինքն բիսկվիտը ինչով թխում եք, այդ ալյուրով պետք է պատրաստենք։ Իսկ դու ինչ ալյուրով ես պատրաստում։ Դե մեր մոտ մենք օգտագործում ենք ֆրանցուսկե շտուչկա ալյուրը։ Ну փորձեք ժողովուրդ ջան, եթե կարողանաք ճարեք, կարաք այդ ալյուրով փորձեք արդեն 11 է իր բաղադրությունը սպիտակուցային ալյուրի մեջ։ Սկսեցինք պատրաստել։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է տարայի մեջ կոտրել 2 ձու եւ 5 հատ ձվի դեղնուց։ Հիմա կոտրենք։ Ձուն զառանի արդեն լվացել ես։ Լվացել ենք, չորացրել ենք, պատրաստ է օգտագործման, թե ինչպես են ձուն լվանում, մեր ալիքում կա։ Հա, չէ, ունենք, չէ։ Ալիքում ունենք մենք։ Ուրեմն սկսում ենք ձուն կոտրելուց։ Առանձնացնում ենք ձվի սպիտակուցը դեղնուցից։ Ձվի դեղնուցը խմորին տալիս է փափկություն, գեղեցիկ գույն եւ համ։ Իսկ ձվի սպիտակուցը պահպանում է կայունությունը խմորին, որպեսզի թխվելու ընթացքում շերտերը ավելի գեղեցիկ ստացվի խմորի մեջ։ Իսկ այս խմորով Ջուլիա, ինչ ասես կարան, չէ՞, պատրաստեմ։ Ամեն ինչ, Վով ջան։ Սկսած խաչապուրից, սկսած գաթա, փախլավա մեր ալիքում կա մի քիչ ուրիշ ձև է խմորը։ 4 ընկան խոսքով մոռացա հաշիվը։ Քանի հատ ձու։ 5 հատ ձվի դեղնուց, 2 հատ ամբողջական ձու։ Հա, այդ ձևի։ Ձվի վրա ավելացնում ենք կես լիտր ջուր։ Լավ հարում ենք։ Իսկ ջուր, սպիտակուցը ինչի համար է պետք։ Սպիտակուցը մեզ հիմա հարկավոր չի, Վով ջան, տեղափոխենք սառնարան եւ սկսենք մյուս բաղադրիչները Իսկ թվում է երևի ես ամանի մեջ տեղադրեմ, չէ՞, սպիտակուցը։ Ձվի զանգվածի վրա ավելացնում ենք 1 թեյ գթան աղ, 1 թեյ գթան լիմոնի աղ։ Իսկ լիմոնի աղը ինչի համար է ջուր։ Ուրեմն լիմոնի աղը զարգացնում է խմորի աճը եւ թույլ է տալիս, որ խմորը ավելի հեշտ բարձրանա, բացվի, թերթիկները ավելի հեշտ բացվի։ Ու թեթևություն է հաղորդում խմորին։ Նորից լավ խառնում ենք։ Ավելացնում ենք 1 կիլո ալյուր, ընթացքում էլի ենք ալյուր ավելացնելու մոտավոր 100-ից 200 գրամ։ Սկզբից ավելացնում ենք 1 կիլոգրամ ալյուր, դնում ենք հարիչին եւ հարիչի օգնությամբ պետք է լավ հարի։ Եթե չունեք մեծ հարիչ, կարող եք ձեռքերով լավ հունցել, ուղղակի պետքա մի քիչ երկար ժամանակ հունցել։ Բայց ձեռքով կլինի, հա։ Անպայման, դե սկզբից ձեռքով եմ արել, ուղղակի տեսանյութ նկարահանելու համար ինձ թվում է ավելի Մարգարինը ինչի համար է պետք։ Մարգարինը պետքա 400 գրամ ալյուրով լավ հունցել, ստանալ կարագային զանգված։ Ձեռքով է պետք է ամեն ինչ, հա։
Չէ, նորից հարիչի օգնությամբ կանենք, մինչև խմորը անենք, դնենք սառնարան հանգստանա, այդ ընթացքում կարագի զանգված Ու կպատրաստենք։ մեկ էլ նայում եմ ձեթա, չէ՞ ջուր։ Ձեթը խմորի ամենավերջում ենք ավելացնելու, Հա։ ջան, խմորը հունցենք, ամենավերջում ավելացնելու ենք 120 միլիգրամ ձեթ։ Հաջորդ քայլը ինչ ես անելու ջուր։ Հաջորդ քայլը ավելացնում ենք ալյուր եւ դնում ենք հարիչի Դե օգնությամբ։ ավելացրա, ես էլ որպեսզի միջև լավ սառնարանի մեջ տեղադրեմ։ Ալյուրը նախորոք մաղել ենք։ Անհրաժեշտ է պարտադիր քայլերից մեկն է, որպեսզի ալյուրը մաղված լինի։ Հիմա կավելացնենք 1 կիլոգրամ ալյուր, ես իմ մոտ արդեն ալյուրը կշռել եմ։ Կիլո 300 գրամ ալյուր է ինձ մոտ հենց հիմա։ Հիմա կտեսնենք ինչքան ալյուր կօգտագործենք։ Իսկ ջուր, այս խմորը 1 կիլոգրամ ալյուր ասիր, չէ՞։ Հա։ Ինչքան գունդ է քո մոտ ստացվում։ Իմ մոտ ստացվում է 8 հատ գունդ, ողջան։ Տեղադրում ենք հարիչի մեջ, չէ՞։ Անպայման ողջան։ Հարիչի օգնությամբ պետք է լավ հարենք։ Դե ուրեմն ինձ թվում է երևի հարենք եւ միանանք։ Ձեթը ավելացնելու ժամանակ կմիանանք Ու ցույց կտանք հաջորդ քայլը ինչ ենք անելու։ Գնացինք։ Всё, պատրաստ է խմորը ջուր։ Խմորը արդեն պատրաստ է, հենց էլ ձեռքերին չի կպնում խմորը։ Նու ձեռքով էլ որ հունցեք, այսինքն հարիչի օգնությամբ չլինի, դուք կզգաք։ Պետք է այս ձևի պնդություն ունենա խմորը։ Որ ձեռքերի խմորը չկպչի։ Հա, հենց ալյուր չվերցնի էլ խմորը այս ձևի լինի, ավելացնում ենք ձեթը խմորի վրա։ Եվ նորից հարիչի օգնությամբ պետք է հարենք։ Հիմա կմիացնենք հարիչը, կհարենք եւ կմիանանք, ցույց կտամ, թե ինչ բաղադրություն ունի խմորը մեր։ Գնացինք։ Վերջ ուրեմն ողջան, մեր խմորը արդեն պատրաստ է։ Ստացանք այսպիսի գեղեցիկ, փափուկ խմոր։ Ձեռքերին չկպչող, շատ էլաստիկ եւ շատ հավես է հետը աշխատել այս խմորի։ Հիմա հաջորդ քայլը ինչ դի Ձեռքով անես։ մի հատ լավ հունցում ենք, պետք է զգաք խմորի ողջան, նայ փուչիկներ ինքն էլ ունի։ Արդեն որ հունցում եք, զգում եք, որ խմորը շնչում է։ Նաև կարելի է այս ձև ստուգել, ողջան, ուրեմն կտրում եք խմորը։ Եթե ծակոտիներ ունի մեջ, ուրեմն լավ հունցել ենք խմորը։ Այս ծակոտիների միջոցով։ Հա, տեսանք։ Խմոր ուրեմն հունցելուց լավ, հունցելուց հետո կարող եք նաև սեղանին լավ ծեծել խմորը։ Տեղափոխում ենք սառնարան, պետք է 30 րոպե սառի սառնարանում։ Իսկ ինչ ձև ես տեղափոխելու։ Ինչի մեջ ես։ Սովորական սննդային թաղանթի մեջ ենք դնում ենք սառնարանի մեջ, ողջան։ Այդ ընթացքում 1 կիլոգրամ մարգարինը 400 գրամ ալյուրի հետ լավ հունցում ենք, որպեսզի դնենք խմորի մեջ, որպես միջուկ։ Հիմա այս տեղափոխենք սառնարան։ Ինչ է քեզի պետք։ Հա, ցելոֆոնը։ Ամբողջության, հա, պետք է տեղադրես։ Հա, ամբողջությամբ դնում ենք սառի։ Հա, մեկ հատը բավական է։ Հա, մի հատը բավական է ողջան։ Տեղադրում ենք սննդային թաղանթի մեջ, մի քիչ բարակացնում ենք, որպեսզի հետ սառի։ Վերջ, եւ դնում ենք սառնարանի մեջ։ Եվ անցնում ենք կարագին։ Գնացինք։ Հաջորդ քայլը ջուր ինչ ենք անելու։ Մինչև խմորը լավ սառի, պատրաստում ենք կարագային զանգվածը։ 400 գրամ ալյուրի վրա ավելացնում ենք 1 կիլոգրամ մարգարին։ Սառանի արդեն ալուրը 400 գրամ ավելացրել ես։ Այո, նախորդ Անպայման պետք է 400 գրամ լինի։ պարտադիր։ 1 կիլոգրամ մարգարին։ Ինչու մարգարին, այլ ոչ թե կարագ։ Ողջան, ես պատասխանեմ քո հարցին ուրեմն։ Մարգարինը կարագից տարբերվում է ինչով, մարգարինը բուսական ծագում ունի, իսկ կարագը կենդանական ճարպերից է։ Մարգարինով խմորը ավելի հեշտ է պահպանում շերտերը, ողջան, եթե դեռոցում թխելու դեպքում չի հալում շուտ, այսինքն երբ որ տաքանում է, այդ ընթացքում ինքը հասցնում է շերտերը բարձրանա։ Իսկ կարագի դեպքում շուտ է հալում, ճիշտ է, շատ համեղ է խմորը, բայց այդ բարձրությունը չենք ստանում մենք։
Պարզը, հաջորդ քայլը ինչ ենք անելու։ Հաջորդ քայլ հարիչի օգնությամբ կարակը հարում ենք ալյուրի հետ, որպես միջուկ օգտագործենք խմորի մեջ։ Ուրեմն հարենք, հետո կմիանանք։ Կմիանանք արդեն գնդերի մեջ է կարակը դնելու ժամանակ։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա հարենք, միջուկը խմորի մեջ տեղադրելու ժամանակ կմիանանք։ Գնացինք։ Ուրեմն հաջորդ քայլը ջուլ ինչ ենք անելու։ Ուրեմն մեր միջուկն էլ է արդեն պատրաստ, որ ջան, խմորն էլ արդեն լավ սառել է։ Կես ժամ անցել է։ Ну ավելի շատ անցավ միջև կարակը պատրաստ է, հա։ Դե ինչքան երկար մնա, այնքան լավ խմորը։ Ուրեմն խմորը բաժանում ենք 8 հավասար մասերի, այսինքն 230 գրամանոց 8 հատ գունդ ենք ստանալու եւ միջուկը 175 գրամ։ Հիմա գնդենք ով ջան։ Ու մա ճիշտ հասկացանք 8 հատ գունդ պետքա ստանանք խմորից, 8 հատ գունդ միջուկից։ Հիմա բաժանում ենք 8 հավասար մասերի, այսինքն 230 գրամանոց գնդեր ենք ստանալու մենք խմորը։ Հիմա փորձենք կշռել ջուր, տեսնենք ինչ ձև է, հա փուչիկները նայում եք ինչ ձև է։ 230 գրամ։ Սա էլ մեկը շատ անվել։ Հիմա կփորձենք երկրորդը։ 19 Մի քիչ 10 գրամ պետք է ավելացնես։ Չէ, մի քիչ։ Չոտկի ոսկերի չի գործենք անում։ Ոչինչ, հա։ Մի գրամն էլ հանենք, լավ թող չոտկի լինի։ Իսկ թվում է երևի ամբողջական գնդերը գնդես, չէ։ Գնդենք միջուկը դնելու ժամանակ կմիանանք որ ջան։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա Ջուլիան կներկայացնի ինչ գործողություններ ենք մենք կատարել։ Ուրեմն խմորը եւ միջուկը գնդել ենք արդեն։ Տեսնում եք ինչ ձևի լավ խմոր է մեզ մոտ ստացվել, փուչիկներ ունենք խմորի վրա արդեն։ Ուրեմն Ջուլիո, մեր մոտ խմորը ստացվել է 230 գրամ խմորը, 100 75-74 դե նայած այդ սահմանում միջուկն է։ Հաջորդ գործողությունը ինչ ենք անելու։ Հաջորդը ուրեմն խմորը բացում ենք ձեռքով։ Մեջտեղի մասում տեղադրում ենք միջուկը եւ հակում ենք գեղեցիկ։ Որ միջուկը մնա մեջտեղի որպեսզի միջուկը մնա մեջտեղի հատվածում։ Խմորը տեղադրում ենք սննդային թաղանթի մեջ, որպեսզի կեղև չբռնի խմորի վրա։ Եվ տեղադրում ենք սառնարանում։ Սառցախցիկ չէ, պարտադիր սառնարան պետք է խմորը տեղադրենք։ Ու ժամանակ կա, որ ինչքան պետքա պահես։ Ես միշտ գիշերը խմորը անում եմ, առավոտյան սկսում եմ 3 անգամ բացել։ Բայց նայեք ձեր սառնարանին, 2 ժամը պարտադիր է, որ այս ձև մնա խմորը։ 2 ժամ հետո ցույց կտամ, ինչ ձև պետք է գրտնակենք եւ ծալենք խմորը։ Իսկ թվում է Ջուլ, երևի գիտես ոնց անենք։ Դու պատրաստ ես, ես էլ քանի որ ոչի բան չարեցի, ժողովուրդ ջան, այդ ձև չի լինի, անպայման հեսա մի հատ հավեսի կոկտեյլ եմ պատրաստելու, տեսնեք ինչ ձև է իմ մոտ ստացվում։ Իսկ հիմա դու պատրաստ ես Ջուլ, էդի։ Ես է կոկտեյլ պատրաստեմ։ Ուրեմն կոկտեյլ պատրաստելու համար ինչա մեզի հարկավոր։ Ամենաառաջինը սկսեմ մի քիչ ես խոսալ։ Քանի որ այսօր սաղոր Ջուլիանա խոսացել։ Վերցնում ենք բլենդերը, ժողովուրդ ջան, շատ հետաքրքիր կոկտեյլ ենք պատրաստելու։ Հիմա ցույց կտամ։ Ով որ ուզում է շոկոլադնի ձևի, մեր Instagram-յան ալիքում կա շոկոլադնի ձևի եւ կոֆեով։ Կարակ տեսնեք, պատրաստեք ու վայելեք։ Այսօր ինչ տարբերակով ենք պատրաստելու։ Ուրեմն մեր դեպքում ամենաառաջինը բանանա պետք, ժողովուրդ ջան։ Վերցնում ենք բանանը, այսպես ավեսին բանանը մաքրում ենք եւ տեղադրում ենք բլենդերի մեջ։ Իսկ թվում է 2 հատ բանանը բավական է։ Ավելացնում ենք ելակ։ Արդեն զառանի լվացել ենք։ Պրոստը պոչի մասը պետք է կտրատենք եւ տեղադրենք։ Քանի որ մեր տան անդամները, մանավանդ երեխաները շատ են սիրում, փորձենք անպատրաստենք, ձեզի ցույց տանք ինչ տարբերակ է։ Համը մեր երեխաները հավեսին կվայելեն։ Ելակը ավելացնելուց հետո ժողովուրդ ջան, ուրեմն ինչ ենք անում։
բաունցի էլի ելակով։ Ավելացնում ենք բաունցի։ Ըստ մի հատը բավական է։ Ահա։ Ուրեմն հաջորդը հիմա Ուրեմն հաջորդը ավելացնում ենք կոկոսի կաթ։ Այս տարբերակը մեզի շատ է դուր գալի, դրա համար փորձելու ենք այս տարբերակով։ Ուրեմն ժողովուրդ ջան, կրիշկեն դնում ենք եւ պետքա որ իրան բլենդերով լավ հարենք։ Всё, պատրաստ է ժողովուրդ ջան, հիմա։ Ինչ համեղություն է պատրաստել։ Սա կփորձես կասես համեղությունա թե չէ ջուր։ Ահա կասկած շատ համեղություն։ Ուրեմն ինչ ենք անում ժողովուրդ ջան։ Այսպես ավելացնում ենք գրաֆինկի մեջ։ Ֆոտո շատ լավն է։ Դե ոնց կարող վատը լինի ջուլը։ Սիքես ջուլիա ջան։ Ուրեմն ինչ ենք անում ժողովուրդ ջան։ Այսպես ավելացնում ենք բաժակի մեջ։ Ինչ ենք անում, վերցնում ենք սառույցը։ Այսպես երկու հատ սառույց ենք ավելացնում։ Նորից էլի ավելացնում ենք սառույց։ Այսպես բերանը փակում ենք, որ ինքը չփչանա։ Կամ այսպես կանյանը, որ սիրում եմ։ Ուրեմն, բայց կարելի է ջուր մի քիչ էլ ավելացնել ինձ թվում է։ Ինձ մի հատ էլ սառույց ավելացրա, բայց ոչ չէ։ Այսպես։ Որ քեզի ոնց կարամ ես քիչ տամ։ Այսպես ախպերափայ։ Всё, ջուր, այսպես մի հատ խառնում ենք իրան ժողովուրդ ջան, տնավարի։ Այսպես։ Էսի քեզ ջուլիա։ Ես քանի որ առանց ձողիկ եմ խմում, հիմա կփորձեմ, դե քանի որ գիտեմ ինչ ձևի համ ունի, ու կասեմ ձեր։ Մայ։ Ոխր շատ համեղ է։ Ասո որ շատ համեղ է։ Չէ՞։ Շատ։ Ոխր շատ լավն է ջուր։ Բա ով է պատրաստել, ստեղից սկսենք, հա՞։ Նես որ ժողովուրդ ջան, կարակ պատրաստեք, թե ձեզ, թե ձեր տան բոլոր անդամներին զարմացնեք։ Երեխեքը շատ կսիրեն։ Դե հա, մեր տան երեխեքը շատ են սիրում։ Հաջորդ գործողությունը ջոր, ինչ ենք անելու։ Ես էլ արդեն խմորը վերջացրեցի, ով ջան, տեղափոխում ենք սառնարան 2 ժամ։ Եթե չի սառել, կարող եք ավելի երկար թողնել սառնարանի մեջ։ 2 ժամ հետո կմիանանք եւ ցույց կտամ, թե ինչպես պետք է գրտնակենք եւ ծալենք խմորը։ Գնացինք։ Դե բացատրի Ջուլիա ջան, հաջորդ գործողությունը։ Ուրեմն, մեր մոտ մենք թողեցինք 4 ժամ խմորը սառնարանի մեջ։ 4 ժամ հետո սառնարանից խմորը դուրս ենք անում եւ սկսում ենք գրտնակել։ Օգտագործում ենք շատ քիչ ալյուր։ Թեթևակի ալյուր ենք ցանում։ Գրտնակի օգնությամբ բաժանում ենք 4 մասի խմորը, որպեսզի կարագը հավասար տարածվի։ Եվ գրտնակով բացում ենք։ Ինքը պետքա սառը լինի, հա, ջուր։ Պարտադիր։ Կարագը պետքա մեջը լավ սառացվի, որպեսզի մեր խմորը ավելի լավ ստացվի։ Հեսա, տեսնում ես ով ջան։ Մեր հետևորդներին ցույց տու, որ իրանք տեսնեն։ Նորից ենք բացում խմորը։ Նայնա, կարագը արդեն երևում է ջուր։ Հա։
Բացել այրերին, խմորն էլ շատ հաջող է մեր մոտ ստացվել։ Կարևորը չվռազեք, ժողովուրդ ջան։ Տեղադրեք սառցախցիկում, որպեսզի շուտ սառի, չէ։ Մեզ պետք է սառնարանում։ Հա, որ ինքը ռավնամերն է, հա։ Այո։ Եվ խմորը այս ձևի ծալում ենք։ Հավասարացնում ենք կողքերի մասը։ Այս փուչիկին այսպես ենք անում։ Իսկ ջուր քանի անգամ պետք է գրտնակես։ 3 անգամ ողջ։ Հա, 3 անգամ ու ամեն անգամ 3-4 ժամ պետք է պահես սառնարանում, հա։ Կարող եք 2 ժամ նայեք սառնարանի ջերմաստիճանին, ինչ ձև է։ Եվ այս ձև եք ծալում։ 1 2 եւ 3։ Նորից տեղադրում ենք սննդային թաղանթի մեջ եւ տեղափոխում ենք սառնարան։ Նորից պետք է գրտնակենք, ուրիշ ձև ենք ծալելու խմորը։ Էսի առաջի տարբերակներ։ Էսի առաջինն է։ Թափում ենք եւ տեղադրում ենք սառնարան։ 2 ժամ հետո նորից պետք է բացենք եւ գրտնակենք։ Խմորը ամբողջը մի հանեք դուրս, որ եթե տունը շոկ է, որպեսզի չհալի։ Ես 2 գունդ սառնարանից հանում եմ, գրտնակում եմ, տեղափոխում եմ սառնարան։ Դե ինձ թվա ջուլ, էլ իմաստ չկա, երկրորդն էլ ցույց տաս։ Երկրորդ փուլում կմիանանք, երկրորդը ինչպես ենք ծալում, կմիանանք եւ ցույց կտամ։ Գնացինք։ Սկսում ենք գրտնակել երկրորդ անգամ խմորը։ Սառնարանից հանում ենք, նորից շատ քիչ ալյուր ենք անում եւ բացում ենք։ Մնաց երրորդ անգամ։ Հա, մեկ անգամ էլ կանենք եւ վերջ։ Ու արդեն կարանք պատրաստենք։ Արդեն կարանք թխենք քո սիրած գաթան։ Բայց երևի թխելը հաջորդ տեսանյութում կանենք, չէ՞ որ ջան։ Դե մենք ցույց ենք տալի, թե ինչ ձև է խմորը պատրաստում։ Քանի որ մեր հետևորդները շատ էին խնդրում, այս խմորը պատրաստես, դրա համար պատրաստում ենք։ Իսկ մեկնաբանության մեջ անպայման գրեք, էլ ինչ խմոր կուզենաք, որ Ջուլիան ձեր համար պատրաստի։ Այս մասը վեր ենք բերում, նորից հավասարացնում ենք։ Եվ մեջտեղից ենք ծալում։ Սա էլ երկրորդ ձևը։ Բա երրորդ տարբերակը ի ձև է լինելու։ Ես տեղափոխենք սառնարան, երրորդը կմիանանք, ցույց տամ թե ինչ ձև ենք անում։ Գնացինք։ Սկսում ենք գրտնակել երրորդ անգամ խմորը։ Վերջի անգամ։ Վերջինը։ Նորից ալյուր ենք անում։ Այսօր ժողովուրդ ջան, ցելի օր էս խմորն ենք պատրաստում ու նկարանում։ Դե ինքը մի քիչ երկար է։ Պատրաստման Դուք տեսնելու եք 15-20 րոպե, իսկ մենք ցելի օր նկարանում ենք։ Խմորի ճկճկոցը լսվում է, չէ՞։ Թե կամերան չի փոխանցի։ Դե պետք է դինամիկը մոտիկ տանենք, բայց դե մենք լսում ենք։ Էս։ Չի վերում այդ խմորը։ Եթե ազնաչատանը, որ քո մոտ շատ լավ է ստացվել։ Հա, ո՞րքան։ Հեսա արդեն որ թխենք։ Ես տեսնում ես, ես չեմ գովում, դու քեզի գովում ես։ Ինչ անեմ, ո՞ր։ Չէ, այս խմորով ժողովուրդ ջան, ինչ որ պատրաստում է, իրոքի շատ համեղ է լինում։ Եվ երրորդ անգամ ենք հավաքում խմորը։ Նորից ենք բերում, ծայրամասերը հավասարացնում ենք։ Եվ մեկ վերջ։ Ջուլ, մինչև պակետի մեջ է տեղադրել է, հիմա մի հատ բացատրենք մեր հետևորդներին։ Քանի որ մարդիկ կլինեն, որ իրանք առաջի անգամ են այս ամեն ինչը անում, հիմա այս խմորը, որ արդեն երրորդ անգամ գրտնակել ես, հիմա միանգամից կարան պատրաստեն, թե պետքա սառնարանում պահեն, հետո նոր օգտագործեն։ Ողջան, 2 ժամ հետո կարող են թխել, բայց ցանկալի է հաջորդ օրը թխել։ Հաջորդ օրը ավելի հետաքրքիր ու ավելի, չգիտեմ, ուրիշ ձևի խմոր է ինքը։ Ուրեմն ժողովուրդ ջան, հասկանալի է, չէ՞։ Երրորդ 3 անգամ գրտնակելուց հետո վերջնական պահում եք սառնարանում 2-ից 3 ժամ, նոր օգտագործում եք, որ ձեր մոտ շատ լավ ստացի, ճիշտ բացատրեցի։ Ճիշտ է։ Իսկ թվում է ամբողջը բացատրեցինք, չէ՞ ջուր մեր հետևորդներին, ինչ ձև է։ Բաներ կա, որ էլի պետքա բացատրես կամ ասես։ Չէ, ողջան, ես թվում է ամբողջը բացատրել եմ, անդամասը գրել եմ, եթե ինչ որ մի բան
Անհասկանալի է, գրեք կոմենտարիաներում, մեծ սիրով կպատասխանեմ հարցերին։ Ճիշտ ասեմ Ջուլիան, մեկնաբանության մեջ, եթե մի բան անհասկանալի է, կարա գրեք կամ էլ մենք ունենք Instagram-յան edge, որը որ շատ ակտիվ ենք ընդ է։ Նույն ձևի կարաք մեկնաբանության մեջ գրեք, մեծ սիրով կպատասխանենք։ Ինձ թվում է հաջորդում այս խմորով ինչ որևէ մի բան կանպայման կպատրաստես։ Անպայման։ Սկսենք մեր շերտավոր խմորեղենով, թե խմորեղեններ պատրաստել, թե պիրոգներ։ Հերթականությամբ ցույց կտանք Վովջան։ Ուրեմն ժողովուրդ ջան, հաջորդ տեսահոլովակում կտեսնեք թե խմորներով Ջուլիան ինչա պատրաստելու։ Դե ինձ թվում է այսքանը, դե գնացինք վայելելու, ոնց որ միշտ վիդեոների վերջում ասում ենք։ Գնացինք։